Հարգելի բարեկամ, ես հիմա գտնվում եմ Սուրբ Հարության տաճարի մեջ, այս շաբաթ իմ կարգն է ծառայելու, պատարագ մատուցելու Տիրոջ գերեզմանի վրա։ Այսօր կխոսեմ մի երևույթի մասին, որը երբ որ մեր հավատացյալները պատարագի ժամանակ թղթերի վրա անուններ են գրում եւ տալիս են, որ պատարագի ժամանակ հիշատակվեն։ Արդյոք պետք է այդպես անել, թե ոչ։ Խաղաղություն քեզ, հարգելի բարեկամ։ Ուրեմն, երբ որ լինում եմ Հայաստանում, պատարագների ժամանակ պատարագ եմ մատուցում, խորան եմ բարձրացնում թղթեր, այսինքն անուններ գրած ողջերի, ննջեցյալների, նույնիսկ խնդրանքներ կան տարբեր նյութերի մասին, որ խնդրում են Տեր Աստված ինձ օգնի, արա, այս բան արա։ Ուրեմն քահանան ինքը ֆիզիկապես ուզել չի կարողանա ամբողջը կարդալ պատարագի ժամանակ, որտեղ եթե թողնի կարդա, երևի մի կես ժամ կտևի այդ անունները կարդա, իսկ պատարագը թողնի մի կողմ։ Ուրեմն ես մի ցավալի բան էլ կա, որ մեկ-մեկ մեջը դրամ են դնում, այդ դրամը բարձրացնում են խորանի վրա, մի քիչ ընդունելի չի։ Հիմա մենք դրան կգանք, խոսենք։ Ուրեմն ցավոք սրտի մեր հավատացյալ ժողովուրդը շատ սիրում է, այսպես ասեմ, օտար բաներ վերցնել։ Երբ որ տեսնում է օտարների մոտ այդ բանը կա, իրանք վերցնում են ու սկսում են օգտագործել իրենց կյանքի մեջ։ Այս թղթերի վրա անուններ գրել գալիս է ռուսական եկեղեցուց, ինչպես օրինակ եկեղեցում ինչ-որ մոմ վառել, ինչ-որ մի խնդրանքի համար, դա գալիս է ռուս եկեղեցուց։ Հիմա այսօր մոմի մասին չենք խոսա, բայց խոսանք այդ թղթերի մասին։ Ուրեմն, երբ որ ես հավատացյալներին լինում հաճախ հարցրել եմ, օրինակ, ասում եմ, քահանան չի հասցնի կարդա այդ անունները։ Նամոնտ, գիտեք, մի թղթի վրա շատ մանր, երևի այնքան անուն կա գրած, որ խոշորացով էլ նայես չես կարող կարդաս, կամ էլ անընթեռնելի ձեռագրով են գրում, որ չես հասկանում ինչ է։ Ասում ես չեն հասցնի քահանաները կարդան կամ ընդհանրապես չեն կարդալու, ինչու եք տալիս։ Ասում են կարևոր չի կկարդա թե չէ, կարևոր է որ այնտեղ թող խորանին կպնի, Աստված տեսնում է, Աստված հասկանում է մեր հավատքը եւ այլն եւ այլն։ Ասած նայում ես ոչ մի քրիստոնեության հետ կապ ունեցող, այսինքն մտածելակերպ, կարծես թե մի մոգական մի բան է, կարծես թե լացի պատի են, որ գալիս երազանք են գրում թղթերը պատի մեջ դնում են, որ Աստված այդ երազանքը կատարի, նույնն էլ սա։ Բայց այդ թղթերը, որ իրենք գրում են հավատացյալները, փոխանցում են, դա գալիս է ռուս եկեղեցուց, բացատրեմ, այսինքն ռուս ասելով, դե որ ռուսների հետ շատ ենք շփվել, ռուսներից են վերցրել, բայց դա գալիս է հունադավան օրթոդոքս եկեղեցու, բուզանդական եկեղեցու սովորությունից։ Ուրեմն իրենք ունեն այսպիսի մի հասկացողություն պրոսկոմիդիա, որը ըստ մեր ոսը բացատրենք պատրաստություն։ Երբ որ պատարագը նոր է սկսում եւ քահանան սկսում է պատրաստել հացը, գինին դնում, աղոթքներ է կարդում, իրենց մոտ մի հատուկ կարողություն կա, ուրեմն հայրի մոտ մի նշխար կա, անթթխմոր, որը ալուր եւ ջուր է, ոչ մի բան, մի հատ նշխարը վերցնում են, վերջը գինին են լցնում առանց ջրի եւ այլ, այդ կամով։ Իսկ իրենք ունեն տարբեր հացեր, թթխմոր հացով, որը թթխմոր է, աղ մեջը կա ու սենց բուլկիներ են, այսպես ասեմ, իրենք վերցնում են այդ պահին, երբ որ ցանկը մարդկանց կա, նախ կդրում հանում են գառնուկի բաժինը, դա Քրիստոսն է, այդ մի կտորն են հանում, հետո կտոր են հանում Աստվածամորը ուղված, հետո իր հիշատակին, սրբերի, առաքյալների համար, հետո արդեն սկսում են ողջերի ննջեցյալների համար, իրանք ունեն sense գեղարդ, այսպես ասեմ, որով իրենք ասում են Քրիստոսի կողը ծակեցին, այդ գործիքով իրենք վերցնում են սուր մի ծայր ունի, որով այդ
բուլկիներից, այսպես ասեմ, մեջից հանում են փշրանքներ։ Եվ այդ փշրանքները հանելու ժամանակ լցնում են հատուկ մի ամանի վրա, այդ փշրանքները լցնելու ժամանակ, հանելու ժամանակ անուններ է կարդացվում։ Այսինքն այն անունները, որ գրվել էր, նախորոք տրվել էր, մարդկանց սկսում են կարդալ։ Այդ քահանային օգնում են նույնիսկ սարգավակ անունները կարդա, բայց իրենց երբ որ հետ շփվում հարցնում ես, իրանք sense մի բան կա, եթե շատ է լինում, մեծ տոնական օրեր են լինում, մարդիկ շատ են լինում, մի օր առաջ կամ պատարագից առաջ սարգավակը կամ նույնիսկ տեղեր կա, եթե մարդ շատ չունեն, դպիրը վերցնում ու սկսում է այդ անունները ուղղակի կարդալ խորանի մոտ։ Կարդում է եւ պատարագի ժամանակ, որովհետեւ այդքան անունների կարդալուց այդ փշրանքները չհանեն, պատարագիչը մի հատ հանում ասում է բոլոր նրանց, որոնց հիշատակվեցին, ողջերի եւ բոլոր նրանց մի փշրանք է հանում, բայց հետո շարունակում այդ փշրանքները հանել նրանց համար, որոնք այդ պահին պատարագին տրվում է, որ հիշատակվել լինի բարերարներ, մոտիկ մարդիկ, հարազատներ, այսինքն քահանան ում որ ինքը որոշի էլի, այսպես ասեմ։ Ուրեմն իրենք այս բանը անում են, սկսում են փշրանքներ հանել եւ անունները կարդում են։ Այսինքն որը մտնում է իրանց պատարագի մասը, ուրեմն բաժինը, ուրեմն հետաքրքիր հաղորդությունը, ես գիտեի, որ հաղորդությունը նաև այդ փշրանքներն են լցնում, բայց չէ, ուրեմն ժողովրդին հաղորդություն են տալի այն կտորից, որից իրանք ասում են դա Քրիստոսն է, հա, գառն Աստուծո, դա է, դրանով իրանք լցնում են գինի մեջ, հետո ժողովրդին գթալով հաղորդությունը տալիս են։ Վերջում, երբ որ պատարագը վերջանում է, մեջը բնական է գինին մնում է։ Գինին մնում է, փշրանքներել են մնում, քահանան գալիս է, երբ որ դառնում է մտնում է խորան, հաղորդություն տալուց հետո, այդ բոլոր փշրանքները, որ կար լցված, լցնում է մեջը, ասում է Տեր Աստված, այս մարդկանց հոգիները քո արյունով մաքրի։ Իրանց մոտ այսպիսի մի բան կա, դա լցնում են մեջը ու քահանան կամ տվյալ քահանան բոլոր մեջի ինչ որ կա ճաշակում արդեն էդի։ Դա ոչ թե որպես Տիրոջ մարմին են ճաշակում, այ երևի հավատացյալների մարմինն է, չգիտեմ։ Հիմա դա իրանց եկեղեցու սովորությունն է։ Հիմա մեր հավատացյալները մտածելով, որ եթե ռուսները գրում են, տալիս են պատարագին, դա մենք էլ գրենք տանք։ Իմիջիալոց ասեմ, որ ռուսները երբ որ գրում են, իրանց մոտ բան կա, եթե դու ուզում ես իրանց մոտ տարբեր ինչ իմ լսածով, որ եթե մի անունը արժի այսքան, եթե կամ էլ այսքան անունը հիշատակել 40 պատարագներին, մի տարի պատարագներին հիշատակվի կամ մի օր հիշատակվի, տարբեր գնային բաներ ունեն, իրենք վճարում են եւ դա պատարագների ժամանակ կարդացվում է։ Վանքերում էլ, եթե պարզ պատարագին չի հիշատակվում, վանականներին վճարում են, իրանք նստած սաղորը մարդկանց անուններ են կարդում։ Հիմա դա իրանց սովորությունն է։ Մեր եկեղեցում այդպես չի։ Մեր եկեղեցում նորից ասեմ, քահանան ինքը ֆիզիկապես չի հասցնի այդ ամենը կարդալ, որովհետև մեր պատարագի կառուցվածքը իմաստը դա չի։ Այնտեղ մենք հիշատակում ենք պատարագիչ քահանան հիշատակում է բոլոր ողջերին, հիշատակում է ննջեցյալներին ընդհանուր հիշելով թագավորներ, իշխաններ, զինվորներ, կանայք, տղամարդ, գերիներ, զոհվածներ, այսինքն հիշատակում է ընդհանուր, բայց կան բաներ, որ մեր եկեղեցու կարգով դրված մի սովորություն կա, որ եթե մեկը ուզում է հիշատակի իր ննջեցյալներին, մենք ունենք 5 տաղավար տոներ տարեկան, ինչպես գիտեք, այդ ժամանակ հավատացյալները գալիս են իրենց ննջեցյալներին պատարագ են պատվիրում, դա պատարագ պատվիրել է, այն իմաստով պատվիրել, որ խնդրում են, որ եկեղեցին այսօր աղոթի իրենց ննջեցյալի համար եւ հատուկ ննջեցյալի համար կարգ կատարվի։ Դրա համար տարբեր եկեղեցիներում Հայաստանի սովորություն կա, ուրեմն երբ որ մեկը գալիս է նախորոք եկեղեցում, հատուկ եկեղեցու թուղթը կա, իրեն այդ անունը գրվում է, հիշատականը գրվում է անունը ննջեցյալի,
ինչ որտեղ գումար են նվիրվածություն են անում իրենց սրտի փափակով ու ձեթ են կանթեղի համար նվիրատվություն անում, որտեվ եկեղեցիներ կա, որտեղ ձեթ են օգտագործում, կանթեղներ են վառում, եկեղեցու խորանի համար մոմեր են պատվիրում, ալուր եւ գինի, ալուրը պատարակի հացը թխելու համար եւ գինին պատարակի համար։ Այսինքն այդ մարդիկ այդ նվիրատվությունը անում են իրենց ննջեցյալների հոգու փրկության համար։ Եվ պատարակիչը պատարակի մեջ մի մաս ունի, որը հիշատակում է անունները այդ մարդկանց, որոնց հատուկ եկեղեցին արդեն աղոթում է եւ հոգեհանգստյան կարգ է պատվիրում եւ կատարում։ Այսինքն նորից այդ թղթերը, որ դուք գրում եք, տալիս եք, քահանան չի կարդա։ Շատ մի հատ ձեռքը դնի, ասի Տեր Աստված այս մարդկանց հիշի, բայց դա գիտեք ինչ է նման, ոնց որ ծնողը այս զավակը գա ծնողին ուզենա ինչ-որ տե բան ասի, մի հատ թղթի վրա է գրում իր խնդրանքը ու տանում է խոհանոցի սեղանի վրա, այնտեղ միտեղ դնում է, հույս ունենալով, որ ծնողը կկարդա այդ խնդրանքը, էլի։ Տարօրինակ բան եմ ասում, բայց այդպես է ստացվում։ Դրա համար սիրելի հարազատ բարեկամներ, հարգելիներ, փորձեք այդ թղթերը եթե մի գրեք, այլ դուք եթե ունեք ձեր ննջեցյալներին, պատվիրեք հոգեհանգստյան տարեկան 5 անգամ կամ ինչ որտեղ մի իր ծննդյան կամ մահվան տարելիցին ինչ որտեղ հատուկ յուրահատուկ կամ երազեք տեսեի այդ մարդուն ինչ որ բերեք պատարակ պատվիրեք։ Սա է իմաստ ունեն, ոչ թե անունը գրեք դրեք, որ մի օր կկարդան կամ չէ։ Իսկ եթե դուք ուզում եք հիվանդների համար աղոթքվի, բան արվի, նորից իմաստ չունի դա այնտեղ դրվի, որովհետև կարևորը, եթե քրիստոնյա է, որը ամեն կիրակի եկեղեցի է գալիս, իրեն հիվանդացել է, չի գալիս այդ կիրակին, իր համար կարևոր չէ թուղթ գրվի, իր համար կարևոր է, որ հաղորդություն ստանա, որ քահանա գա մոտը, եթե հնարավորություն կա քահանա բերեք այդ մարդուն, եթե ծանր հիվանդ է, վրան աղոթ քանի հաղորդություն տա, ավելի օգտակար կլինեք, քան թե մի թուղթ գրեք այնտեղ տնեք։ Բայց այդ թղթերն էլ դնենք մի կողմ, դուք կարող եք աղոթել պատարակի ժամանակ ձեր հարազատների, ողջերի, ննջեցյալների համար, չնայած ես միշտ խորհուրդ եմ տալիս, մարդ երբ որ գալիս է հավատացյալը պատարակի է գալիս մտնում, որ պատարակի մասնակցի, ասում եմ հենց դռան մոտ թողեք ձեր բոլոր հոգսերը, թողեք ձեր հարազատներին, բարեկամներին, մտեք դու եւ Աստված, որտեղ դուք ամբողջ շաբաթ դուք հաղորդակցվում եք ձեր հարազատների, ձեր հետ աշխատակիցների ու ձեր հետ սովորողների հետ, հարևան, բարեկամ, ընկեր, հարազատ, դուք շփվում եք, հաղորդակցվում եք, դուք իրենց մասին մտածում եք, խոսում եք, տալիս առնում եք, բայց Աստծո հետ, հա, ձեր աղոթքն էլ, որ դուք Աստծո հետ էլ որ ինչ-որ աղոթք եք անում, նորից ամբողջը ձեր միտքը ձեր հարազատներն են, ձեր բարեկամներն են, ձեր առօրյա կյանքի, ձեր հոգսերն են։ Դրա համար կիրակի պատարակը գոնե շաբաթվա մեջ այդ ժամ ու կեսը որ գալիս եք, այդ սաղ ամեն ինչը թողնեք դուրսը։ Այդ պահին մտեք եկեղեցի, դու եւ Տերը կանգնի ասա, դու ասա Տեր, ես եմ, եկել եմ քեզ մոտ։ Եկել եմ ինչ անեմ, այսինքն Տիրոջ հետ շփում ունեցեք, այդ նորից ասում մի շաբաթվա մեջ այդ ժամ ու կեսը Տիրոջ հետ մնա, որ կարողանաս հաղորդակից լինես, որ ի վերջո ամենավերջում հաղորդվես, ճաշակես Տիրոջ մարմինը, բայց որ դու անդադ ուշք ու միտքդ քո հարազատն է, քո ընկերն է, քո բարեկամն է, հիվանդ, մեռալ, այսինքն ողջ առողջ, դու Տիրոջ հետ այդպես էլ գալիս հաղորդակից չես լինում, չես դառնում։ Դրա համար պատարակներին ուղղակի սա ուզեք կընդունեք, կուզեք չեք կընդունի, դա ձեր գործն է, բայց խորհրդի պես ընդունեք, որ փորձեք պատարակ մտնելուց դուրսը թողեք ձեր հարազատներին, մտեք դու եւ Աստված։ Այդ մի ժամ ու կեսը դու եւ Աստված, դու հետը խոսի, քո սիրտը բաց, քո ցավերը խոսա, քո մեղքերը բաց։
Չնայած երբ որ գալիս ես պատարագի հաղորդվելու, ճաշակելու տիրոջ մարմին, դու արդեն պետք է պատրաստ լինես, ոչ թե մեղքերի մասին մտածես, այ գաս արժանանաս տիրոջը ճաշակելու, մոտենալու, դա ինձ թվում է սա մի ուրիշ նյութ է, ուրիշ թեմա է։ Դրա համար ձեզ խորհուրդ, այդ թղթերը դադարեք գրելուց։ Դադարեք գրելուց, դուք աղոթեք ձեր հարազատների համար, Աստված լսում է, անհնարին է որ չլսի, եթե հիվանդ ունեք, կանչեք թող քահանան աղոթի, եթե այդ հիվանդը անհավատ է, թուղթ դնելով հարց չի լուծվում, հավատքը գալիս է ոչ թե աղոթքից, հավատքը գալիս է Աստծո խոսք լսելուց, այդ մարդուն Աստծո խոսք խոսեք, բայց մյուս կողմից էլ հիվանդ մարդկանց, որոնք այդքան հավատք չունեն, եկեղեցի տենց պատարագի չեն գալի, մի բերեք, արի հաղորդություն առ, արի եկեղեցի, որ գործերդ լավ կլինի կամ կբուժվես, սխալ է դա։ Դրա համար, եթե դուք ունեք հարազատ, որը հիվանդ է կամ անհավատ է, ավելի աղոթեք, որ իրենք Աստծո խոսքը կարողանան լսեն, կամ եթե հնարավորություն լինի մեկի հետ ծանոթացնեք, որ այդ մարդուն Աստծո խոսքը խոսա, որտեվ գիտեք, sense բան կա, չէ, ասում եմ մարգարեն իր տան մեջ ընդունված չի, կարողա ձեզ չլսի, բայց ուրիշ մեկին լսի։ Բայց այդ դրանով բժշկվի ինքը Տիրոջը ճանաչելով, եթե հիվանդություն ունի, Տիրոջը ապավինելով բուժվի կամ դեպի Տերը դառնա։ Իսկ եթե ննջեցյալ ունես, ինչպես ասացի, տարին 5 անգամ տաղավարտոներ ունենք, որ կարող եք պաշտոնական պատվիրել, տաղավարտոների մեռելոց հաջորդ օրը մեռելոցին պատվիրել պատարագ, կամ ինչ-որ տեղ տարելիցին, կամ ինչ-որ տեղ նորից եմ ասում երազ եք տեսել, ինչ-որ տեղ հուզվել եք այդ ննջեցյալի կարոտն եք առնում, գնում եք հոգի հանգստյան կարգ եք պատվիրում։ Սա է, չնայած կարելի է, որ նույնիսկ պատարագել չմասնակցեք, այ չկապեք պատարագին, այ հոգի հանգստյան կարգ պատվիրեք, եկեղեցում պատարագից դուրս դա պատարագին կից չի հոգի հանգստյան, ինքը պատարագից դուրս ոնց որ ավելցված մի բան է։ Դրա համար կարող եք ոչ կիրակի օր գնաք եկեղեցում հոգի հանգիստ պատվիրեք եւ քահանան կաղոթի ձեր ննջեցյալի համար։ Դե եթե մոմերի համար էլ ասենք, մոմը ժամանակին քրիստոնյաները, որ էլեկտրականություն չի եղել, ճրակներ են վառել, եթե երբ մոմ եղել, մոմել են վառել, որ այդ տեղը լուսավորվի, որ մարդիկ մտնեն։ Հետո երբ որ տաճարներ են կառուցել, բնական է տաճարների մեջ կանթեղներ են վառել, որը մարդիկ տներում են ունեցել կանթեղներ, ասես լապտեր են ունեցել, որը լուսավորել է տները։ Որ մարդը տան մեջ քայլելուց չընկնի մութ տեղը, եկեղեցում էլ կախել են հիմնական սրբապատկերների առջև, խորանի առջև, հետո մոմերը ինչու են մեծ մոմերը դրել են խորանների վրա, որպեսզի մարդիկ խորանը տեսնեն լուսավոր, մութ, եթե պատարակները օրինակ ճրակալույցի պատարակը մութ գիշեր է եղել, այսինքն մթոտ է եղել, այդ ամբողջ մոմերը վառել են, որ գեղեցիկ խորանը երևա, մարդիկ տեսնեն եկեղեցու խորանի դեպի կողմ կանգնեն աղոթեն, կամ սրբապատկերի առջև կանթեղներ են վառվել ու մարդիկ ժամանակին իրենց մոմերն են բերել, որ երբ որ հավաքվել են, դեռ եկեղեցիներ չեղած ժամանակ, այդ կատակոմբային վիճակներ էր, մարդիկ մոմերը իրենց ճրակն էին բերում, վառում էին, որտեղ ասում էր Տերը, դուք եք լույսը աշխարհի։ Մարդիկ բերում էին, որ լուսավորեին։ Հա, բերեն լուսավորեն, հետո երբ որ եկեղեցիներ եղավ, այդ սովորություն եղավ, մարդիկ բերում իրանց մոմերը նվիրատվություն էին անում, որ եկեղեցում կամ ձեթ էին բերում, որ լուսավորվի։ Հիմա այդ սովորությունը, ինչպես մի քիչ առաջ ասեցի, դա մեր եկեղեցում կա, երբ որ դու հոգի հանգիստ ես պատվիրում, քեզնից խնդրում են մոմ եւ ձեթ, որ կանթեղները վառեն եւ խորանի մոմերը վառեն, որ պատարակին լուսավոր լինի, չնայած այսօր որ հոսան կա, էլեկտրականություն կա, այդ մոմերի իմաստը, կանթեղների իմաստը կորում է, բայց այդ sense միչուկ խորթավոր մի բանը պահելու համար պահում են, այսինքն գործածում են։ Հիմա այսօր ով է տան մեջ էլեկտրական լամպերը վառած հոսանքեր մոմեր վառում։
տան մեջ մոմ վառում, որ լուսավորի, չէ։ Մենք Երուսաղեմում մեր հիմնական Սուրբ Հակոբում էլեկտրականություն չի գործածվում, այսինքն լամպեր չեն վառվում, ամենականթեղներ եւ մոմերով է, այսինքն մոմերով է լուսավորվում խորանը, մոմերով է լուսավորում գրքերը եւ այլն եւ այլն։ Ուրեմն ընթացքում, երբ որ կամած մարդիկ բերում էին այդ սովորությունը բերելու մոմեր նվիրելու համար, որ լուսավորի եկեղեցին, ռուս եկեղեցում այդ բանը կապեցին բաների հետ, աղոթքի հետ։ Աղոթքի հետ կապեցին, երևի հույներից են վերցրել, որ դա դու աղոթք ես անում, այդ մոմը վառում ես, որ Աստված քեզ լսի կամ ինչ անի, եւ դա եկավ մեր մոտ մտավ։ Իսկ հայերս, երբ որ մի բան վերցնում ենք, ավելի sense ֆանատիկորեն, մոլերանտ ձևով, մենք ավելի ենք այդ ամեն ինչը անում, սկսում ենք մոմեր վառել, այսինքն սպասում ենք, որ մարդիկ կամ մոմը վառում են, սպասում են մինչև այդ մոմը մինչև վերջ հալվի, նայում են, որ Աստված չանի մեկը մարի այդ մոմը, կամ Աստված չանի մեջը ջուր լինի, մեկը ճտ ձեներ հանի, ինքն նրան մարվի, վերջ այդ մարդը կարա սիրտը կանգնի, վայ մուրազս չկատարվավ, մեկի աչքներ էս ինչ չարիք էր մոմը, մեկի աչքը կպավ։ Երուսաղեմում մոմակալները տեղերը ավազով փոքր քիչ են, մարդիկ գալիս են հարյուրավոր, օրինակ Սուրբ Հարության տաճարում վերցնենք, դեպքեր հիշում եմ, ես այստեղ էի, տեսա մոմերը հավաքվել էր եւ տարբեր մարդիկ գալիս են, արդեն դժվար էր վառելու, ես սկսեցի հավաքել, կանգնած է, ասի տղաներին օգնեմ, մեկ էլ տեսա հայեր էին կանգնած ու լսում եմ երկու կին էին, ասում անամոթին տես, չել ամանչում մեր մոմերը մարեց։ Բայց ձեր մոմերը իրանք նստել էին այնտեղ, սպասում էին, որ այդ մոմերը հանգի նոր իրանց մուրազը, հետո Աստված չանի ուրիշի մոմից վառես, պետքա չգիտեմ ինչ մոմից, կանթեղից վառես, sense նախապաշարումներ են հորինում մարդիկ, որը հավատքի, աղոթքի հետ ոչ մի կապ ունի։ Երուսաղեմ էլ կա այդ սովորությունը, կա մարդիկ, այսօր մենք ասում ենք, լավ, գոնե այդ մոմ վառելը եկեղեցուն նվեր լինի, օրինակ էլ այդ գումարը եկեղեցին վերցնում, որ դրանով ինչ-որ գումար լինի, բայց Երուսաղեմում էլ մարդիկ կա գնում են շուկայից կիլոյով մոմ են առնում, իրանք մոմը վերցնում են, որը 2-3 անգամ էժան է իրանց վրա նստում ու ամեն անգամ տնից 2-3 հատ մոմ բերում վառում են եկեղեցում, իրանց թվում է, որ այդ մոմ վառելն է, որ ձեր աղոթքը, աղոթքի գրավականը որտեղ ասնի, հավատքն է։ Իսկ եթե դու ուզում ես եկեղեցուն նվեր անես, նորից եմ ասում, արային նվերն է, ինչ-որ եկեղեցում պիտանի է, ոչ թե մի բան, որ քեզ պետք չի, դու բերես, նվիրես կամ ինչ անես։ Եթե պահանջվում է մոմ բերեք, օրինակ մեզ մոտ Երուսաղեմ հոգեհանգստյան ժամանակ մարդը նվիրատվություն է անում եկեղեցին, երբ որ հոգեհանգիստ է պատվիրում, եւ իրանից պահանջվում է, որ մի 2 կապոց մոմ բերեն, մինչև 100 հատ մեջը կա, որ հոգեհանգստի ժամանակ բաժանվում է ներկաներին, որոնք հոգեհանգստյան ժամանակ այդ մոմերը պահում են։ Այդ մոմերը բերում են այդ ննջեցյալի հարազատները, որոնք այդ հոգեհանգիստն են պատվիրում։ Դրա համար մոմ վառելը եկեղեցում դա եկեղեցուն լուսավորելու համար է, ոչ թե աղոթքդ հասնի տեղ կամ չհասնի։ Աղոթքի համար քեզ քո հավատքն է պահանջվում, որ քո հավատքն է պահանջում, որ դու Տիրոջը աղոթես եւ Տերը քեզ լսի, ոչ թե մոմդ վառես, սպասես, որ Աստված չանի մեկը մարի ու հարցակվես, կռվես այդ մարդու հետ։ Օրինակ հիմա Հայաստանում շատ բաներ կան պատարակների ժամանակ, բայց մի կողմից էլ լավ է, որ որոշ եկեղեցիներից այդ մոմերի դուրս են հանում, տեղափոխում են ուրիշ տեղ, որ եկեղեցում չլինի, որտեվ մարդիկ գալիս են աղոթելու, մեկ էլ մի հատ հոս կա մարդկանց մտնում մոմ վառելու։ Ինքը վառում է, աղմուկ անում է, դուրս է գալի, բայց այդ մարդիկ շաբաթը մեկ եկել են պատարակի մասնակցելու, այս մարդկանց իրանք մոմ վառելով խանգարում են ու դրա համար սկսել են զատել, մի կողմից առանձնացնել, մի հատուկ տեղ են անում, որ մոմերը այնտեղ վառեն, նաև միայն այն չի, որ խանգարում են հավատացյալին, նաև այն է, որ այդ մոմերից եկեղեցիները պատերը կեղտոտվում, այդ սև մուրը, ծուխը
ամբողջ առաստաղը, պատերը սևացնում է եւ դրա համար նորոգելու, մաքրելու համար մեծ ծախսեր է հարկավոր լինում։ Դրա համար սիրելի հավատացյալ, եթե դու շատ ես ուզում մոմ վառես, խորհուրդ տամ գնացեք մի հատ վառեք, բայց շուտ գումար, որ պետքա ծախսեք այդքան մոմ վառելը, ավելի լավ է գանձանակը նետեք նորոգության համար կամ եկեղեցու ծաղկերի համար։ Իսկ ծաղկերը ի՞նչ է, դուք բոլորդ կուզենաք, որ մտնեք լուսավոր լինի եկեղեցին, հեսա հիմա այսքան մեծ ջահեր են վառել, որ այստեղ լուսավոր լինի տեսնեմ, այս ամեն ջահ, այս էլեկտրականությունը, չէ, գումար է։ Դրամ է վճարվում, նույնն էլ եկեղեցիներում, երբ որ վառում են ջահերը վառում են, այդ նամամ ձմեռ ժամանակ, որ էլեկտրականություն վառարաններ են վառում, որ տաք լինի եկեղեցում, նոր եկեղեցիներում գետնի տակը հատուկ բաներ են փռում էլեկտրական, որ տաք հասնում է գետինը, որ հավատացյալը լավ իրեն զգա, բայց դա դրամ է, չէ։ Այդ հոսանքը դրամ է, չէ։ Դուք հավատացյալներ կա, որ ասում են մեր մոմերի հաշվին են ապրում։ Դե չիմարություն է, ինչ ասես այդ տգիտության համար, օրինակ հետաքրքրվել էի Մայր Աթոռի Հայաստանի կտրվածքով ամեն եկամուտը ծաղկը, որ մուտքը գալիս է Մայր Աթոռին բոլոր եկեղեցիներից, մոմերից վառելուց եւ գանձանակներից 10%-ն է այդ ծաղկերի, պատկերացնում եք։ Եվ այսօր մարդիկ են գտնում, շատ գտնվում, որ ուրախանում են, օրինակ Աբովյանի եկեղեցին մոմը ձրի է։ Բա բոլոր տեղերը պետքա ձրի լինեն, բան, բայց ձրիա գնա քո համար մի տեղից վերցելու դուս արկի, տունդ ինչքան ուզում ես վառի։ Եկեղեցուն վառելը դա մոմը նորից եմ ասում դարձել է եկեղեցուն նվեր անելու իմաստն է դառել, որ դու եկեղեցուն նվեր անես, որ ինչ-որ փոքրիկ նվիրատվություն լինի, որ կարողանա եկեղեցին իր ծաղկերը փագի։ Այո, այդ մոմի բիզնեսը եկեղեցին իր ձեռքերում է, որովհետև ինքնարժեք իր վրա էժան է նստում եւ վաճառելով ինքը շահ է ունենում, որ ծախսի այդ 10%-ն է, էլի, որը կազմում բոլոր ծախքերի։ Դրա համար, եթե այդքան շատ ուզում եք օգտակար լինել եկեղեցում, դուք նվիրատվություն արեք, ձեր հնարավորության չափով նվիրատվություն արեք, որ այդ նվիրատվությամբ էլ Աստված էլ քո աղոթքը ավելի լսելի լինի, ավելի երկինք բարձրանա։ Այսպես, եթե հարցեր կունենաք, գրեք, բաժանորդագրվեք իմ այս ալիքին, որտեվ շատերը ովքեր նայում են, իմ բաժանորդներից չեն, այլ ուղղակի, որոնք այցելել են, նայել են, բաժանորդագրվեք, որ այս YouTube-յան ալգորիթմները օգտակար լինեք, որ ավելի տարածվի այս տեսահոլովակները, ավելի շատ մարդ նայեն, այսպես այսօր այսքանը, շնորհակալ եմ ձեզ, Աստված ձեզ պահապան։